Այսօր ուշ երեկոյան Երևանի ժամանակով 22:30-ին Իրանում նախատեսված է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ երկրի փաստացի ղեկավար 86-ամյա Այաթոլլահ Ալի Խամենեիի հետ հրաժեշտի արարողությունը, սակայն այն հետաձգվել է ենթադրաբար անվտանգության հանգամանքներից ելնելով։ Այաթոլլահն սպանվել է անցած շաբաթ օրը փետրվարի 28-ին մայրաքաղաք Թեհրանում իսրայելա-ամերիկյան համատեղ օդային հարվածի հետևանքով։ Նրա հետ միասին սպանվել են դուստրը, հարսը, Փեսան, 14-ամսական թոռնուհին։ Օրեր անց էլ հիվանդանոցում մահացել է փետրվարի 28-ին վիրավորում ստացած 79-ամյա կինը Մանսուրե Բաղերզադեն։ Սգո արարողությունը պետք է տեղի ունենար Թեհրանում Իմամ Խոմեյնիի անվան համալիրում։ Այաթոլլահ Ռուհոլլահ Մոսավի Խոմեյնին Իսլամական Հանրապետության հիմնադիրն է եւ առաջին գերագույն հոգեվոր ղեկավարը։ Նա մահացել է 1989 թվականին։ Այդ տարում էլ նրան փոխարինել է Ալի Խամենեին։ Ավիահարվածի զոհ դարձած գերագույն առաջնորդին հուղարկավորելու են պետական պատիվներով նրա ծննդավայրում Իրանի մեծությամբ երկրորդ քաղաք Մաշհադում։ Այստեղ շաբաթ օրվանից բնակիչները սգում են առաջնորդի մահը։ Ցանկացած իշխանության հիմքում անընդհատության սկզբունքն է։ Խամենեիի սպանությունից հետո երկրի ղեկավարումը ժամանակավորապես ստանձնել է խորհուրդը, որի կազմում են նախագահ Մասուդ Փեզեշքյանը, դատական իշխանության նախագահ Ղոլամ Հոսեյն Մոհսենի Էջեին եւ Այաթոլլահ Ալի Ռեզա Արաֆին։ Հիմա օրվա կարգախոսն է Այաթոլլահն մեռել է, կեցե Այաթոլլահն, փորձագետների խորհուրդը պետք է նոր գերագույն առաջնորդ ընտրի։ Դեռևս չհաստատված տվյալներով առավել հավանական թեկնածուներից է սպանված Խամենեիի 56-ամյա որդին Մոջթաբա Խամենեին։ Նրան իբր արդեն հաստատել են, սակայն պաշտոնապես այդ մասին չեն հայտնել, քանի որ ըստ փորձագետների մի խմբի լուրի հրապարակումը կնշանակի թիրախ դարձնել ապագա ղեկավարին։ Եթե Մոջթաբա Խամենեին ընտրվի գերագույն առաջնորդ, դա ԱՄՆ-ում եւ Իսրայելում կարող է այսպես ընթերցվել. Իրանում ոչինչ չի փոխվել, իրական իշխանությունը ստանձնել է մոլերանտ լիդերը, որի թիվ 1 առաքելությունն է վրեժ լուծել հոր եւ մյուս հարազատների, զինակիցների, բարձրաստիճան զինվորականների համար, չգնալ փոխզիջման եւ շարունակել կռիվը, ասել է թե հավատարիմ մնալ մահ Ամերիկային, մահ Իսրայելին կարգախոսին։ ԱՄՆ լրատվամիջոցներից The New York Times-ն է առաջինը գրել այն մասին, որ սպանված առաջնորդին կարող է նրա որդին փոխարինել։ Պաշտոնական Թեհրանը դեռ հարցը չի մեկնաբանում, սակայն բարձրաստիճան ղեկավարները հպատակներին կոչ են անում չխաբվել, չհավատալ մոտալուտ իշխանափոխության եւ կրոնապետության տապալման մասին լուրերին։ Իրանի դատական համակարգի նախագահ Ղոլամ Հոսեյն Մոհսենի Էջեին նաեւ սպառնացել է, որ Ամերիկա-իսրայելյան հարձակման ջատագովները կհամարվեն հայրենիքի դավաճաններ, դրանից բխող դաժան հետևանքներով։ ابلاغ کردیم که کسانی که با دشمن عمل Եթե որևէ մեկը խոսքով կամ գործով սատարի հանցագործ թշնամիներին, Միացյալ Նահանգներին եւ սիոնիստական ռեժիմին, նա կհամարվի թշնամու աջակից, նրա հետ կվարվեն պատերազմի ժամանակ կիրառվող եւ իսլամական սկզբունքին համապատասխանող հեղափոխական օրենքով։ با خواست این دشمن جنایتکار یعنی آمریکا Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ զինուժը վրեժ կլուծի տարածաշրջանում Իրանի օդային գրոհներից սպանված ամերիկացի զինվորականների համար։ Փետրվարի 28-ին մեկնարկած պատերազմի ընթացքում այսօրվա դրությամբ սպանվել է առնվազն 1045 մարդ։